Արյուն խմիք դեղատու, հակաբորբոքային դաբաղող հակալուծային միջոց։ Արյուն խմիքը հայկական ժողովրդական բժշկության մեջ հայտնի է եղել որպես լուծը եւ աղիքային արյունահոսությունը դադարեցնող, դաշտանը կարգավորող, հավկուրությունը բուժող եւ արյան ճնշումը իջեցնող միջոց։ Այս բույսին այլ կերպ անվանում են արյունածուծ, արյունխոտ, կարմրագլխիկ, ջերմատակ։ Հայտնի է 30, Հայաստանում մեկ տեսակ, արյուն խմիք դեղատու։ Այն դեղաբույս է, պարունակում է դաբաղանյութեր, տարբեր արժեքավոր նյութեր։ Պատրաստուկները եփուկ, մզվածք օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, նաև մաշկային հիվանդությունների, այրվածքների, լնդաբորբերի դեպքում։ Մեղրատու է, նաև կերաբույս է։ Բուժման համար կիրառվում են հիմնականում բույսի արմատը եւ կոճղարմատը, երբեմն էլ նրա վերգետնյա մասը։ Մթերվում է աշնանը, երբ սկսում են թառամել տերևներն ու ծաղիկները։ Արմատը հանում են բահով, թողնելով բուսուտների 30-50%-ը հաջորդ տարվա աճի համար։ Արմատը անջատելով վերգետնյա մասից լվանում են սառը ջրով, կտրատում 10-15 սանտիմետր երկարությամբ, չորացնում արևի տակ կամ լավ քամահարվող սենյակում, կամ չորացնում 40-50 աստիճանի պայմաններում։ Լավ չորացրած հումքը կորացնելուց, երբ փորձում ես կորացնել, պետք է դյուրաբեկ լինի։ Հումքը պահում են պարկի մեջ, պարբերաբար խառնելով։ Այն ունի սև գորշավուն տեսք, կոտրված մասում դեղնավուն, անհոտ, խիստ տտիպ համով։ Հումքի պիտանելիությունը մոտ 5 տարի է։ Տարածված է Գեղարքունիքի, Լոռու մարզերի միջին եւ վերին լեռնային գոտիների, ողողվող անջրտի հովիտների մարգագետիներում ու բացատներում։ Կոճղարմատը հաստ է, փայտացող, կտրվածքում գորշ դեղնավուն։ Ցուցումները, ինչպես նշեցինք, ներքին արյունահոսություններ, փորլուծություն, դիզենտերիա, սալմոնելոզ։ Կիրառման ձևը՝ խմել օրը 3 անգամ, 3 ճաշի գթալ, ուտելուց առաջ։ Պահումը՝ դեղաբույսը պետք է չոր մութ զովտեղում պահել։ Եփուկը ևս զովտեղում 2 օր։ Պատրաստման եղանակը՝ դեղատնից կնված 20 գրամ հումքը տեղադրել էմալապատ տարայում, ավելացնել 200 մլ եռացրած գոլ ջուր, փակել եւ տաքացնել եռացող ջրում, ջրաբաղնիքում 30 րոպե։ Շարունակել թրմումը սենյակային ջերմաստիճանում 10 րոպե։ Քամել, ճզմել։ Թուրմի ծավալը եռացրած ջրով հասցնել 200 մլ-ի։ Էխինացիայի օգտակար հատկությունները եւ հակացությունները։ Էխինացիան օգտագործվում է արյունաստեղծ դեղամիջոցների, եղունգների, մազերի եւ ատամների ամրացման համար միջոցների պատրաստման համար։ Բույսերի արմատները հավաքում են աշնանը կամ գարնանը, ծաղիկները եւ տերևները հավաքում են ամռանը ծաղկման շրջանում։ Ստացված բուսական հումքը չորացնում են մութ վայրում։ Ինչպես ընդունել եւ օգտագործել։ Էխինացիայի հիման վրա դեղերով բուժման կուրսը չպետք է գերազանցի 1 ամիսը։ Էխինացիայի ցանկացած մասից պատրաստված թեյի կիրառումը ապացուցված միջոց է հակաբիոտիկների հետևանքների վերացման եւ բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման համար։ Դրա համար մանրացված տերևների, ծաղիկների եւ արմատների վրա ավելացնում են 500 մլ եռմանջուր եւ թրմում են կես ժամից ոչ պակաս։ Հարբուխի կանխման եւ դիմադրողականության բարձրացման համար պետք է խմել այս թուրմից օրը 1 բաժակ։ Կուրսը տևում է 1 ամիս։ Էխինացիայի թուրմը օգտագործում են հոդացավերի, գլխացավի, այտուցների դեպքում։ Այն կիրառում են տեսողության եւ ճնշման կարգավորման, ախորժակի բարելավման եւ օրգանիզմի ամրացման համար։ Թուրմը պատրաստում են հետեւյալ կերպ. 1 թեյի գթալ մանրացված բույսի վրա լցնել 1 բաժակ եռմանջուր եւ պահել գոլորշու վրա առնվազն 15 րոպե։ Հեղուկը քամել 2-3 շերտ բինտով, սառեցնել եւ ընդունել 70 մլ օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Թուրմը պահպանում է իր բուժիչ հատկությունները 2 օր։ Պահել այն պետք է սառնարանում։ Վերին շնչուղիների հիվանդությունների, այդ թվում քրոնիկ բրոնխիտի եւ թոքերի բորբոքման դեպքում օգնում է էխինացիայից եւ այլ դեղաբույսերից պատրաստված թուրմը։ Ինչպես պատրաստել թուրմեր սպիրտային հիմքով, արդեն կարող եք կարդալ, անցնելով հղումով հոլովակի բնութագրի մեջ։ Սեղմեք հղմանը եւ կարդացեք ամբողջական հոդվածը էխինացիայի մասին։
Ինչ վերաբերում է հակացություններին, այն խորհուրդ չի տրվում, ինչպես նաև էխինացիայի հիման վրա դեղեր խորհուրդ չեն տրվում հղիության եւ կրծքով կերակրելու շրջանում, քրոնիկ հիպերտոնիայով տառապող մարդկանց, դիաբետի, աուտոիմուն խանգարումների եւ լեյկոզի դեպքում, բույսի հանդեպ ալերգիայի կամ անընդունելիության դեպքում։ Որոշ սահմանափակումներ կան երեխաների համար։ Մինչև 2 տարեկան երեխաներին խստիվ հակացուցված է էխինացիայի օգտագործումը։ 2-ից մինչև 12 տարեկան երեխաներին կարելի է տալ էքստրակտ թուրմ եւ թեյ։ 12 տարեկանից բարձրերին կարելի է տալ սպիրտային հիմքով թուրմ, ջրով կամ հյութով նոսրացրած։ Ուշադրություն, մի օգտագործեք էխինացիա շոկ եղանակին։ Դա էապես բարձրացնում է քրոնիկ վարակների ռիսկը, առաջացնում է տրամադրության տատանումներ եւ ինքնազգացողության վատացումներ։ Էխինացիայի հիման վրա պատրաստված դեղերը բազմաթիվ հիվանդությունների սպեղանի են։ Բույսը օգտագործվում է որպես կանխարգելիչ միջոց երեխաների եւ մեծահասակների համար սեզոնային մրսածության դեպքում, իմունիտետի բարձրացման եւ մշտական ստրեսի համար։